Հայաստանը համաշխարհային բանկից ստանալու է $200 միլիոն վարկ։ Եվս $93 միլիոն Հայաստանին փոխանցելու է OPEC հիմնադրամը։ Այս 293 միլիոնի շնորհիվ ենթադրվում է, որ Հայաստանի տնտեսությունը դառնալու է ավելի մրցունակ, ավելանալու են երկրում կատարվող ներդրումները, բարելավվելու է բիզնես միջավայրը, արագանալու են մաքսային գործընթացները, զարգանալու է թվային տնտեսությունը։ Վարկի տրամադրման տողում նշված են բազմաթիվ նման առաջադեմ նպատակներ, բայց $293 միլիոն բավականին կլորիկ թիվ է զուտ բարեփոխումների համար։ Խնդիրն այն է, որ այս վարկի շնորհիվ մեր պետական պատկը շուտով կգերազանցի $15 միլիարդ։ Արգելից բոլորը օգտվում են, եւ տրամադրող կողմի պաշտոնյաները, այս կամ այն ձևաչափով, օրինակ տրամադրում են, հետո դասընթացներն իրանք են կազմակերպում, դու փող ես փոխանցում հետ իրանց։ Գալիս են, ենթադրենք, բիզնես կարողությունների կամ բիզնես մտածելակերպի զարգացման դասընթաց են տալիս, որը որ այդպես տարբեր գրականություններից կարելի է կարդալ կամ գործի մեջ մտնել ու սովորել, այսինքն շատ հաճախ նաեւ օգուտ չեն տալիս, հակառակը վնաս են տալիս։ Դասընթացներով, սեմինար, փորձագիտական աշխատանքով շուրջ $300 միլիոն դժվար թե հնարավոր լինի ծախսել։ Ենթադրվում է, որ այս գումարով ինչ-որ ենթակառուցվածքներ պետք է ստեղծվեն, որպեսզի բիզնես պրոցեսներն արագանան, պարզեցվեն։ Հակառակ դեպքում սա չափազանց շռայլ ծախս է միայն ընթացակարգերի բարելավման համար։ Ենթակառուցվածքների համար պետությունների եւ միջազգային կազմակերպությունները տալիս են բացառապես վարկ կամ գրանտ այն դեպքում, երբ որ իրանց դա անհրաժեշտ է։ Այլ ենթակառուցվածքների զարգացման համար երբևէ չեն տրամադրել ու չեն տրամադրում։ Ինչու չեն տրամադրում, որովհետեւ եթե ենթակառուցվածքների համար քեզ վարկ տրամադրեցին, վարկով դու կարողացար ենթակառուցվածք ստեղծես, տնտեսությունը զարգացնես, հետեւաբար իրանց հետ կարողանալու ես խոսես հավասարի։ Դրա համար իրանք երբեք դա թույլ չեն տալիս։ Ինչը կարող է բարելավել Հայաստանում բիզնես միջավայրը կամ խթանել ներդրումները։ Սա հասկանալու համար բավական է լսել հենց բիզնես ճամբարի ներկայացուցիչներին։ Իսկ նրանք որպես կանոն բողոքում են խիստ վարչարարությունից եւ աստիճանաբար բարձրացող հարկերից։ Տարեցտարի նաեւ ավելանում է բյուրոկրատիան եւ չկա օգնական ձեռքը, որը կառաջնորդի բիզնեսին փոփոխվող միջավայրում։ Ստանդարտներ ենք դնում եվրոպական, արևմտյան, ասենք նույն վերցրեք օրինակ հանրային սնունդը, բայց ասենք այդ ստանդարտները դնելուց հետո չենք գնում ՓՄԶ-ի ձեռքը բռնենք, ասենք արի տեսնենք հենց ոնց է այդ ստանդարտները դնում։ Որ գնան սկսեն ստուգել մարզային եւ այլն, այդ սկսած կներեք այդ արագ սննդի կետերից եւ այլն, համարը բոլորը փակման ենթակա են։ Ինչու ենք խոսում ՆԵՍ-ի ներդրողից եւ ՓՄԶ-ից, քանի որ տնտեսության մեջ ներդրումների առյուծի բաժինը հենց նրանցն է։ Հայաստանի բանկերում տարբեր հաշվարկներով մոտ $10 միլիարդ ավանդներ կան։ Պետությունը առաջին հերթին պետք է իր քաղաքացուն համոզի հանել փողերը բանկերից եւ ներդրում կատարել տնտեսության իրական հատվածում։ Առաջի հարցը, որ միշտ հիմա էլ զգացվում է ՓՄԶ-ների մոտ, գումարի զանգվածի կամ էժան փողերի պակասությունն է։ Այսինքն իրանք ներդրում անելու կամ ավելի զարգանալու հնարավորություն պրակտիկորեն չունեն։ Այսինքն դուք ինքներդ եք գիտեք, այսօր վարկային պրոդուկտները բանկերի շատ թանկ են, 15%, 17%։ Համաշխարհային բանկի տրամադրած մեծ վարկի մի մասը հավանաբար հենց արտոնյալ վարկերի տեսքով կբաշխվի բիզնեսին եւ մատչելի վարկերով ձեռնարկատիրության ֆինանսավորման խնդիրը գուցե այդպիսով լուծվի։ Հայաստանը այժմ վարկերի սպասարկման համար ամեն տարի տրամադրում է նույնքան փող, որքան ասենք պաշտպանության ոլորտին։ Սա նշանակում է, որ նոր վարկերի ներգրավման դեպքում կառավարությունը պետք է կարողանա տալ հստակ պատասխաններ։ Այս վարկի շնորհիվ երբ եւ ինչ ծավալի արդյունք է ստանալու պետությունը։ Դա պետք է արվի առանց ոչինչ չասող գեղեցիկ թրենդային բառերի՝ թվային, կանաչ, մրցունակ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։